Այս պահին մենք գտնվում ենք Հայաստանում առաջին կառուցված սանիտարական աղբավայրի տարածքում։ Նոր աղբավայրը Հրազդանի տարածքում է սպասարկելու է Կոտայք Գեղարքունիք 2 մարզի։ Կառուցվել է Վզեբի վարկի, դոնոր կառույցների ու պետության համատեղ 14 միլիոն եվրո ֆինանսավորմամբ։ Սանիտարական է կոչվում, որովհետև ի տարբերություն մինչև հիմա մեր ունեցածների, աղբն այստեղ սովորականի պես չեն բեռնաթափելու, թողնեն արևի տակ նեխի։ Եվրոստանդարտ է ներդրված, բացատրում է տնօրենը։ Շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելու սկզբունքով սեղմած աղբը տեղադրելու են հողից ու խորքային ջրերից հերմետիկացված հատուկ բջիջներում։ Բջիջը, որը կառուցված է ընդհանուր 1 մետր տոփանված կավի, գեոմեմբրանի, գեոտեքստիլի, ինչպես նաև հատուկ ջրահեռացման համակարգից նախատեսված է, որ ուղղակի բացառի է սեղմաջրերի, կեղտաջրերի անցումը, որևիցե ձև շփումը ընդերքի հետ կամ ստորգետնյա ջրերի հետ խառնվելը։ Աղբաջրերը ներքին ցանցով կհավաքվեն, այժմ անձրևով լցված այս ավազանում կօգտագործվեն տարածքը խոնավ պահելու համար։ Մի բջիջը լցվի, հողով կփակեն, կանաչ կցանեն, ցանկապատած իրենց 25 հեկտարի վրա նորը կբացեն։ Այն աստիճանի մաքրություն են խոստանում, ռիսկով 28 սպիտակ աղբատար են ներկրել։ Նաև հատուկ տեխնիկա, այդ թվում տարածաշրջանի երկրորդ աղբի տոփանիչն ու բնակավայրերում տեղադրելու համար մեծ ու փոքր, հիմնականը պլաստիկից, մի որոշ քանակ էլ մետաղական 7000 թափոնաման։ Տեղադրվելու են եւ այս աղբամաներով Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացնելու է աղբահանություն։ Աղբ բերող մեքենաներն այստեղ առաջինը կկանգնեն մինչև 20 տոննանոց կշեռքի վրա։ Օպերատորը կգրանցի նախնական քաշը, որ բնակավայրից է ու մյուս տվյալները։ Հետո արդեն բեռնաթափված վիճակում ենք կշռում, որպեսզի իմանանք որքան աղբ է տեղափոխել մեքենան։ Քաշն ամենակարևորն է, քանի որ դրանից է կախված լինելու նոր ոճի աղբահանության գումարը։ Հողը տոննայի հաշվով Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերությունը ստանալու է համայնքապետարաններից, մանրամասնում է կենտրոնի իրավաբանը։ Երբ արդեն պատրաստ կլինի պայմանագիրը, ըստ հերթականությամբ համայնքների ներգրավմամբ ընկերությունը կիրականացնի աղբահանություն։ Առաջինը որ համայնքների աղբն է գալու։ Առաջինը նախատեսում ենք Հրազդանի եւ Ծաղկաձոր համայնքներում իրականացնել աղբահանություն։ Որտեղի աղբը սկսեն ընդունել, այդ բնակավայրի հին փնթի աղբավայրը փակվելու է։ Մինչև ամսվա վերջ երկրի առաջին սանիտարական աղբավայրը կշահագործվի, ժամկետ են նշում գործընթաց է կանոնակարգող տարածքային կառավարման նախարարությունից։ Ինչ վերաբերում է ֆինանսական մոդելին, ըստ վարկային պայմանագրի աղբի հավաքել, տեղափոխել, պահելու դիմաց նորաստեղծ կառույցին վճարելու են համայնքներն ու փորձեն տեղական բյուջեից ծախսվող այդ գումարը աղբահանության վարձավճարի տեսքով գանձել բնակիչներից ու տնտեսվարողներից։ Նախնական հաշվարկի համաձայն աղբահանության սակագինը շնչի հաշվով այժմյան 200 դրամից տվյալ մարզերում կավելանա։ Որոշակի փոփոխություն կլինի, բայց օրենսդրության սահմաններում մինչև 400 դրամ միանգամից ավելացումը չի լինի, մասնակիորեն քիչ-քիչ, բայց նաև հարցում է կատարվել բոլոր բնակիչների շրջանում, եթե իրենք տեսնեն, որ շատ լավ մաքրվում է եւ ամբողջ աղբը հավաքվում է, իրենք պատրաստ են ավելին վճարելու։ Աղբահանության դիմաց քիչ վճարելու մի տարբերակ կա՝ տեսակավորման ենթակառուցվածք ձևավորել։ Երբ հնարավոր լինի պլաստիկը, թուղթն ու ապակին ուղարկել վերամշակման, պահելու ենթակա թափոնի քաշը կնվազի, դրա դիմաց գանձվող փողը նույնպես։ Կշահեն բոլորը, մարդիկ ֆինանսապես, աղբավայրը ուշ կլցվի։ Աղբավայրի առաջին բջիջը մոտ 7 տարվա, իսկ ընդհանուր աղբավայրը ընդհանուր 25 տարվա համար է նախատեսված Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի համար, բայց տոննա կարող է կուտակել այստեղ։ Տարեկան 100-ից 130 հազար տոննա աղբ, որը որ երկու մարզից կգոյանա։ Եթե ներդրում լինի, այստեղ վստահեցնում են սորտավորման հոսքագիծ կդնեն, այդ գործն էլ կանեն։ Առայժմ պատրաստ են մաքուր աղբահանության։ Հերմինե Բաղդասարյան, Արման Թովմասյան, լուրեր։